Նոր Նորիկ Նորիկ Նորո Նոր Տեսակ երբ որ նորոն կենտրոնացած է լինում հիպեր կենտրոնացած է լինում գործի վրա իրան ուզում է կողքը բոմբ պայթացնես իդեպ բոմբը Ընտրեմ, 0 ռեակցիա։ Զարմանալի է, որ սենց բաներ անելով թեկուզ չաշխատող եք սարքել։ Նորիկ, իգնորիկ։ Ժողովուրդ, եկեք նորիկից օրինակ վերցնենք ու բոլորս կպնենք մեր գործերին։ Բա! Իսկականից կպեք գործերին։ Կոդի վերջին տողում երկու հատ սխալ կա։ Չի կարող պատահել։ Կրվում է, Սարա։ Թողլը։ Ох, հոպար։ Արա կրիշների վրով թռի։ Հոպար էսի ասասինը չի էսի վեյձմակնա։ Յախ քավա, թող։ Հը։ Վեցանց 58-ը, ես գնացի։ Մեր աշխատանքը վերջանում է ժամը 7-ին։ Մեր լիֆտը սպասացնում է 2 րոպե։ Երեխեք դուք էլ կարաք արդեն գնաք։ Գնա։ Ուր հասանք։ Ես վաղը վիդեո քոլ ունեմ Սան Ֆրանցիսկոյի հետ։ Չասես հանկարծ որ խնդիր կա։ Ես համաձայն չեմ։ Մեր ներդրողը մեր թիմի մի մասն է։ Ու հիմա արդեն սիրուն բառերի համար չէ, այլ իրավաբանորեն։ Ու մենք իրենց խոստացել ենք արհեստական բանականություն, որը փոխարինում է օֆիս մենեջերին։ Իսկ տալիս ենք ինչ-որ չաշխատող բան։ Արա տենց միական պապան մեկին գործի էր ընդունել, որ հասկանաս աշխատել ընդհանրապես չգիտեր ջոգիր, բայց դե միս հրազդան էր։ Եթե ես այսօր ինվեստորին եմ խափում, վաղը ոնց կարաք վստահ լինեք, որ ձեզ չեմ խափի։ Հեսով է։ Շատ հեշտ, նորո, դու մեր աղբերն ես։ Չեղավ տիկո։ Այս շատ լուրջ խնդիր է։ Վաղ թե ուշ կարող է իրանք էլ փորձեն Նեքսի ինձ անրաբեռնել։ Ու կհասկանան, որ սկի 100 հարցմանը չի դիմանում։ Ու ինչ է լինելու այդ ժամանակ։ Նոր, ես հասկանում եմ ինչ ես ասում, բայց դե բոլոր ստարտափերում էլ լինում է բագեր։ Կարինա, սա բակ չի։ Բակ կլինի, եթե Նեքսին ասեմ Սեմ Ալթմանի նկարը քաշի ու ինքը այդ նկարը բառացիորեն պատից քաշի։ Այդ կլինի բակ։ Իսկ էս սիստեմիկ խնդիր է։ Ես զուտ ասեմ վիրավորված եմ, որ ինձ այդքան ցածր մակարդակի արհեստական բանականության տեղ եք դնում ու համեմատում միս Հրազդանի հետ։ Նեքսի սա զուտ օրինակ էր, ճիշտ է, շատ վատ օրինակ էր, բայց դե եթե խնդիր կա, պետքա մի բան անել, շուտ լուծել ես հարցը, եթե պետքա սերվեր կփոխենք։ Հələ մի հատ նորից, էլի։ Ինչի մեր Նեքսին չի աշխատում։ Ես չեմ կարծում, որ խնդիրը սերվերն է, կամ միայն սերվերն է։ Հնարավոր է սինթետիկ դատայում ինչ-որ վիրուս է եղել, հնարավոր է մեր կոդն է, հնարավոր է երեքի իրար հետ։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ, ես Ռուբենը ու Շաֆին ամեն տող վերստուգելով գալիս ենք, որ ոչ մի բակ չմնա։ Պապաչկով սատկացրի կար այդ բագերը։ Խնդալու չի։ Այաց։ Նոր, ես վստահում եմ քեզ։ Գտեք, շտկեք ամեն ինչ, ես չգիտեմ, այս խափել չի էլի, այս ուղղակի աշխատանքային process է։ Հետո Նեքսին էլ գործի դրեք։ Թե չստացվում է, ահա որ ձրիակեր AI-ա։ Էլի վիրավորում եք։ Ես ոչինչ չեմ ուտում, որ մի հատ էլ ձրի լինի։ Բացի հոսանքից։ Օ, հիմա հասկացա, ինչ նկատի ունեք։ Ու քո կարծիքով մենք չենք ֆայմել Նեքսին գործի դնել։ Մենք չենք ֆայմել Նեքսին գործի դնել։ Նեքսի դու ամբողջական կոդը դատասեթերը ամեն ինչ ունես, չէ՞։ Ոչ, ամբողջական կոդն ինձ հասանելի չի, որ ես ինքս ինձ կրկնօրինակներ չստեղծեմ։ Ես ասում եմ ձեզ, սա մի օր աշխարհը գրավելու է։ Հենց թեք ոլորտում քանի տարի եք աշխատել, Ֆիլիպ։ Մոտ 7 տարի աշխատել եմ մեր ստարտափների հետ, հետո մոտ 8 տարի Silicon Valley-ում ամերիկյան tech հսկաների հետ։ Ահ,
Իսկ ինչու եք վերադարձել Հայաստան։ Որովհետև ստեղ իմ կարիքն ավելի շատ կա, գումարած դրան մի բարեգործական հիմնադրամ եմ բացել, որը զբաղվում է լքված շնիկներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելով։ Ու եփի ժուրֆակն եմ ավարտել։ Իսկ հենց tech ոլորտում քանի տարի եք աշխատել։ Ու 3 տարի։ Մի հատ էփում էի աշխատում, ինքը ոնց որ շազամը լիներ, բայց հոտերի համար։ Շազամ հոտերի համար։ Լինում է, չէ, որ մի հատ հոտ ես առնում, բայց չես հասկանում ինչ հոտ է։ Այդ էփը հենց դրա համար էր։ Սկզբում օֆիս մենեջեր էի աշխատում, հետո տենց ռիլեր, թորիներ, բան լավ էր ստացվում։ Մոտս տենց դրա համար ինձ վերցրեցին։ Իսկ ինչի դուրս եկաք աշխատանքից։ Ոնց որ շազամը առավ ու էլի իմ ռիլերի կարիքը չկար։ Amazon-ում այդքան երկար չմնացի։ Չգիտեմ, եթե Prime Day-ին ծանոթ եք, Բոլոր գնումներս Prime Day-ով եմ անում։ Չսպասեք, չասեք, որ դուք եք հեղինակը։ դա իհարկե թիմային աշխատանք է, բայց ինչ մեղքստակցնեմ, միտքը ես եմ առաջարկել։ Ֆիլիպ, գիտեք, ես վստահ չեմ, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ ձեզ։ Ձեր ցանկացած առաջարկ ինձ համար օքեյ է։ Ես միշտ երազել եմ AI-ի հետ աշխատել։ Գումարած դրան պետք է նշեմ, որ ընկերությունն ինձ բաժնետոմսեր է նվիրել։ Amazon-ը։ Դե նախորդ տեղը 500,000 էի ստանում, հիմա գոնե դրանից ավել։ Իսկ ինչ որ նոր հմտություններ, սկիլեր ես ընթացքում ձեռք բերել եք, Ռիլերի կուրս եմ անցել։ կներեք։ Նորիկ, նոր քողնության կարիքն ունեմ։ Ինչ ա եղել։ 2 տեխնացու ունենք մարքեթինգի բաժնի համար։ Մեկը աշխարհի ամենալավ մասնագետն է Amazon-ում աշխատած, մյուսն էլ հենց անկապոտ աղջիկ է Բեն Բալայանի ուղարկած։ Բա ինչ ես իրար խառնվել, բնականաբար աշխարհի ամենալավ մասնագետին։ Թանկա։ Ջրիգին։ Այլ ինչ կա մտածելու։ Սան Ֆրանցիսկոն ասեց, որ պետք է գենդերային բալանս պահենք։ Մի հատ շուրջ գտնայի։ Ոնց որ պոլիտեխնիկի բուֆետը լինի։ Դե նայ, մենք հիմա այն վիճակում չենք, որ Սան Ֆրանցիսկոյին ներվայնացնենք։ Գիտեմ, ես էլ եմ տենց մտածում, բայց ուզում էի քեզնից լսել։ Դե, Աղջկան վերցրեք։ Եթե իհարկե իմ կարծիքը հետաքրքիր է, էլի։ Քո կարծիքը գիտենք։ Հա։ կներես, որ գործից կտրում եմ։ Ինչ ես անում։ Դսի ինչ-որ մեկը սև մարկերով խզբզել է ժելեզնի չլավեկի գլխին։ Ինձ թվում է շաֆին է։ Հլը դիր։ Արի։ Այս ինչ որ մեկը Ռոբերտ Դաունի կրծերն է։ Հա, փաստորեն գիտեք ով ա եղել։ Նոր աշխատող է։ Չէ, ինքը ընդամենը աշխարհի ամենահայտնի դերասանն է։ Ով հենց խաղում է Թոնի Սթարքի կերպարը։ Լուրջ ես ասում։ Հոպար։ Ինչ արա։ Ինչի՞ չես ասել, որ ժելեզնի չլավեկը եկել է մեր օֆիս։ Որովհետև երբ որ նորոն գնացել է Սան Ֆրանցիսկո ինչ-որ միջոցառման, այդտեղ է տեսել Ռոբերտ Դաունին ու հենց ինքը անձամբ ստորագրել է շլեմի վրա։ Ինչ էր այդ միջոցառման անունը։ Կոմիկ կոն։ Հա, վատը հնչում իհարկե, բայց դե հիմա էդ է։ Հա, ու եթե չես ուզում, որ Նորո ջաջան ջղայնանա ու այս ամիս էլ աշխատավարձ չտա, կյանքում չկպնես էլ այս շլեմին։ Բայց այնպես չի, ես ընդհանրապես աշխատավարձ էի ստանում։ Առավել եւս։ Մի հատ արի հետդ խոսելու բան կա։ Եհե։ Այսօրվանից կարող եք գործի անցնել։ Լուրջ, ողջով ես սա։ Հա, իհարկե կարող եմ, իսկ կարող եմ ձեզ գրկել։ Հա, ինչ ա եղել։ Դի կարավատ այդ փուչիկը որ գմփսնում է։ Զնգուվալ է ականջդ։ Հա, լավ դե, հա, կներես։ Չէ, դրա համար չեմ ասում։ Նայ, մենք ոչ մեկս մենեջմենթի փորձ չունենք։
Այս մարդիկ մեր աշխատողներն են։ Ու եթե մեզ ինձ ջրիկ բանք, մեզ ոչ մեկ լուրջ չի վերաբերվի։ Հա։ Հա։ Դե մալադոների մոտ պիտի օֆիցերները իրանց ավելի ծանր բան։ Օրինակ Տիկո, մենք երկուսս էլ շատ լավ գիտենք, որ դու ամբողջ ծառայությունդ հոսպիտալում ես անցկացրել։ Նենց որ մի գլուխ Խոսում եք, որ ազատվես մոտս արի, բան ունեմ ասելու։ Հա, գալիս եմ հիմա կար։ Ճոգացա մի խոսքով։ Բրատ։ Դե գնա։ Հա, կար։ Հատիկ, ուզում եմ ինձ ճիշտ հասկանաս։ Այսօրվա այդ փուչիկով պահերը շատ հավես էր, բայց մենք արդեն երեքով չենք։ Կարաս էլ բան չասես։ Ջոկաց ասաղ։ Մենք արդեն աշխատողներ ունենք ու եթե մեզ ջրիկ պահենք, իրանք մեզ լուրջ չեն ընդունի։ Չի սպասում, որ այսքան արագ կընդունես ասածս։ Ոնց։ Դու նայ այսօրվանից ես ինձ ինչքան ծանր եմ պահելու։ Էդ ո՞րն է։ Էդ էս կամ էս Պիտի իմանանց թե ով է ստարտափ նայողը։ Օրինակ Չէ։ ने क्या निकल रखा है अच्छे के हाँ बोल है भाई बोले बोल है हाँ बात तो क्या खाना साला घर में क्या बोले सब सारे बात को Վաղուցա խոսում ես մեր ախները։ Տիգրան, քանի որ մենք ունենք AI, որը աշխատում է տատիկի սարթուկի պես, हाँ क्या այսինքն մի քիչ շատ լվացքի դեպքում կեսից անջատվում է։ Ես շատ ավելի կարևոր գործեր ունեմ, քան Շաֆիի խոսակցությունների լոգերը պահելը։ दूसरा क्या है अपने काम से घर घर Օդավորված է խոսում, արա հալանդեղ նայ։ Այ, Նկատի ունես հնդկերեն, իր մայրենի լեզվով։ դիախ։ Ես ինչ իմանամ, արա որ հենց հիմա իր հանդիկ բարեկամներին Nexi ինչի ծախում։ Ու ասենք մի քանի օրից հնդկական շոկայում Nexi Lux Copy-ին դուրս չի գալու։ Որովհետև իմ ու քո նման պայմանագիր է ստորագրել։ Ու գիտի, որ կդատվի, եթե տենց բան անի։ Չգիտեմ, կասկածելի է, շատ կասկածելի է, հա։ Աննկատ ծրվում ենք։ Ծրվում ենք։ Ծանոթացեք, մեր AI գլխավոր ճարտարապետ Ռուբենն է։ Ռուբեն, ձեռքով արեք, Ռուբեն, Ռուբեն, կպատմեք մեր հետևորդներին, թե ինչ է անում AI ճարտարապետը։ Փորձում ա գոնե կես ժամ գործանի առանց ինչ-որ հիմար հարցով ընդհատվելու։ Դու ով ես։ Լարան եմ, ձեր նոր մարքեթինգի մասնագետը։ Ինչպես հասկացաք, Ռուբենը մեր բոբոջաջան է, բայց ինչ խոսք իր գործը շատ լավ է անում։ Ռուբեն, իսկ մեր AI-ում ինչ շենքեր եք նախագծում։ Կներեք մեզ, Ֆիլիպ, շատ էինք ուզում իսկապես դες հետ աշխատել, ուղղակի էլ վականսիա չունենք։ Շնորհակալ եմ, որ այդքան ըմբռնումով եք մոտենում։ Եվս մեկ անգամ, կներեք։ Հենց նոր Հայաստանում IT ոլորտի լավագույն մարքետոլոգին ասեցի, որ մեզ հետ չի աշխատելու։ Ու տեղը վերցրեցիր են ինստա աչոնիկին, Որովհետև շատ երկար պատմություն եմ։ Ինչով կարող եմ օգնել Ռուբեն ջան։ Նախ կուզեի, որ ինձ չնկարեն Instagram-ի համար։ Երբեք չինստագրամի համար էլ, բայց դրա համար չեմ եկել։ Իմ պայմանագրի կետերից մեկը կոպտորեն խախտվում է։ Որ կետը։ Բաժին 4.2։ Վստահեցնում եմ, որ որևէ չարմիտում չի եղել Ռուբեն ջան, երևի ինչ-որ բան բաց եմ թողել։ Ուղղակի վերջերս մի փոքր խառն ենք, հնարավոր է ինչ-որ բան չեմ նկատել։ Ինչ։
Գործատուն պարտավորվում է աշխատավայրում ունենալ PlayStation 5 կամ ավելին եւ աշխատակցին օրը առնվազն 2 ժամ տրամադրել խաղային ժամանակ։ Այ հենց դա։ Պայմանագիրը ինձ համար օրենքը։ Մեռնեմ օրենքին։ Ես այսօր ամբողջ տարածքում նայեցի, իմ միջայլոց խոհանոցում էլ, եւ ոչ միտեղ չգտա PlayStation 5 կամ ավելին։ Ես նման կետ չեմ ավելացրել։ Կետը ես եմ ավելացրել։ Դուք ստորագրել եք։ Դա իմ պրոդուկտիվության համար շատ կարևոր է։ Օֆիսում մանգո էլ չկա։ Յախ, կարակաթով թե։ Յախ։ Ամեն ինչ լավ է Տիգրան ջան։ Ինչ պիտի լինի ինչ որ բան ես ուզում ինձ ասես։ Չէ, միանգամայն տոշնի ասախ։ Ահա մեր համայնադիր Տիգրան Մերկելյանը։ Տիգրան, այժմ ինչ տասքի վրա ես աշխատում։ Ես բանը նախ ուրեմն դու չէ։ Դուք 15 րոպե չկա աղջիկ ջան մեր օֆիսում ես աշխատում։ Էդ ի՞նչ ձև է։ Ես էլ բանն եմ անում, ես ընդհանուր օֆիսի ռազմավարությունն եմ կազմում։ Փաստորեն դուք ավելի big picture բաների վրա եք աշխատում։ Ոնց շատ, այդ ոնց ասիր։ Big picture։ Հա, բեսամ։ Ես ես օֆիսում հենց այդ բանն է, այդ big picture-ն է, այդ very big picture-ը ջոգիր։ Հələ մի կանջատի է, դա ինչի համար է։ Որոշել եմ reality ֆորմատով edge-ի համար poster անեմ։ Դե որ Nexify ավելի անմիջական լինի, մարդիկ երկրպագեն, հետևեն ձեզ Տիգրան։ Հա։ Աչե, բայց այդ դուքով իսկականից չի դզում, ոնց որ օրս թայ մարդ լինեմ։ Դույով։ Դեպ ստարտափերում դա շատ ընդունված է։ Հա։ Լսի, բայց դա լավ բան ես ասում, այդ սոցցանցերի պահը։ Ես էլ եմ ուզում Instagram-ս մի քիչ զարգացնել, դե մարդկանց հետ ուզում եմ փորձովս կիսվեմ, փոխանակվենք։ Ու այդ անմիջականությունը շատ կարևոր է հիմա մարդկանց համար։ Հա, դե անմիջական, բայց մի քիչ ծանր։ Co-founder տղա եմ ես, բան, ինչ որտեղ ամելխի չէ, որ բան, tech guru։ Հետո ես հիմա շատ կարևոր ստրատեգիկ մոմենտով եմ զբաղված, ստարտափն եմ փրկում։ Դու ավելի լավ է գնա բանին, ինչ որ մեկին նոր գնա շաֆուն նկարի մի խոսքով։ Գնա։ Պրոդուկտը չի աշխատում։ Մենք 6 ամսում պետքա 1 միլիոն օգտատեր հավաքենք, ու դու այս ամեն ինչի մեջ եկել ասում ես, որ ուզում ես խաղալ Մարիո։ Մարիոն ցավոք սրտի Nintendo-ի էքսկլյուզիվն է։ Ես ավելի շատ նկատի ունեմ Mortal Kombat, Football, Fortnite։ Տանը քո նման մեկին ունեմ, գիտես։ Ուզում է 2 ժամ խաղա, բայց ձեր տարբերությունը գիտես որն է։ Որ ինքը ունի PlayStation, ես չէ։ Որ ինքը 9 տարեկան է։ Ու ոնց է խաղալը բարձրացնում պրոդուկտիվությունը։ Ասեմ։ Գեյմինգը զարգացնում է կենտրոնացումը, խնդիրներ լուծելու ունակությունը։ Գեյմինգը նպաստում է թիմային աշխատանքին, բարձրացնում է multitasking-ը։ Հանգստացնում է նյարդերը։ Դե դա մի հատ էլ ես բերեմ ստեղ դնեմ ու ամբողջ օրը խաղամ աշխատելու փոխարեն։ Դե հա, այդ մենակ իմը չի լինի, ամբողջ օֆիսինն է։ Սարկազմ։ Իհարկե սարկազմ։ Մի խոսքով,
Դա պայմանագրում է։ Ու 10-ից ավել տեղերում եմ աշխատել։ Բոլոր տեղերում էլ եղել է։ Հաջողություն։ Իսկ սա մեր CTO Նորայր Գրիգորյանն է։ Հենց նա է Next-ի ստեղծողն ու ստարտափի հաջողության հեղինակը։ Պարոն Գրիգորյան, ասեք այս բան ինչով եք զբաղված։ Ինչպես հասկացանք, պարոն Գրիգորյանը այժմ խիստ զբաղված է։ Եկեք չխանգարենք նրան իր պատասխանատու գործում։ Այստեղ կարում քիչ վախենալու տեքստեր են, ձեզ հետ անկեղծ լինեմ, տեխնիկական մասից ընդհանրապես գլուխ չեմ հանում։ Կոֆեի ժամն է։ Դուք երևի մեր մարքեթինգի նոր Մասնագետն եմ, Լարա, շատ հաճելի է։ Կուզեք ես սուրճ դնեմ ձեզ համար։ Հա, Լարա կոֆե դիր ինձ համար։ Դզեց։ Արդեն ես տնորենի մուդի մեջ ես տրի։ Ես հիմա օպերացիա հասկացա, որ դա ես չեմ։ Լավ է, էլի արա։ Սա ձեզ կարում եք պայքնենց ոնց որ դուք կաք բացի ինձնից, հա։ Հա։ Ինչ կա։ Լսի։ Այս շաֆին շատ տարօրինակ է ինձ թվում։ Նախ ինչ որ հնդկերենով խառը բազարների մեջ է։ Հետո էլ նայի տետրում ինչ տարօրինակ բաներ է գրում։ Դիքո էս հասարակ Python կոդը, որը պոլիտեխնիկ ավարտած վետ է մասնագետը պետքա որ իմանա։ Յախ, քարա զզվում եմ, որ սկսում ես։ Խոսքս իշի, որ ստեղ ինչ-որ մի բան է ինչի։ Չգիտեի ոնց եք խմում սուրճը, սա դառնա իսկ սա քաղցր։ Շնորհակալություն։ Hello Kevin, ինչպե՞ս եք։ Ոչ այդքան լավ, Կարինա, ձեր Instagram edge-ն է նայում։ Հա, այսօրվանից սկսել ենք շատ ակտիվ վարել, իդեպ նոր աշխատող ունենք։ Աղջիկ աշխատող։ Great, awesome, բայց մենք բարեգործական ընկերություն չենք, չէ՞։ Չէ, իհարկե չէ։ Բա ինչու ենք մեր AI կոդերը նկարել գցել ինտերնետ, որ ամբողջ աշխարհը տեսնի։ Էս պատահական ա եղել, ես չգիտեի, հենց հիմա կջնջենք։ Թող սա մեր փոքրիկ գաղտնիքը մնա, Կարինա, չեմ ուզում Ջենիֆեր մոտ սխալ կարծիք ձևավորվի, լավ։ Չի կրկնվի, երդվում եմ, խոսք եմ տալիս։ Ահա Next-ի ողջ հպարտությունն ու պարծանքը Next-ի, բարև Next-ի։ Բարև Լարա։ Կմեռն եմ, ինձ ճանաչում է։ Next-ի, ես դու ինչ ես կարողանում անել։ Եթե ազատ 5-6 ժամ ունես, սկսեմ թվարկել։ Հումորի զգացում էլ ունի։ Ես կարող եմ ղեկավարել ցանկացած գրասենյակի բոլոր աշխատանքային պրոցեսները, լինել անձնական օգնական, վարել նամակագրություն, կազմել ժամանակացույցեր։ Next-ի, իսկ ChatGPT-ն է ավելի խելացի թե դու։ Ինձ ստեղծելուց օգտվել են OpenAI ընկերության բոլոր բաց API-ներից, հետազոտություններից, մեքենայական ուսուցման հարթակներից։ Next-ի, իսկ դու քանի լեզու գիտես։ Այս պահին 30-ից ավելի լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, հնդկերեն, գերմաներեն, Հələ իսպաներեն։ մեզ մի 5 րոպեով մենակ թողնեքսի հետ։ Շատ լավ Տիգրան ջան, մի հատ հավես թրենդ կա գնամ Կարինայի հետ անեմ, հետո անպայման քո հետ էլ կանենք։ Հա, անպայման գնա։ Նեքսի դու հնդկերեն հասկանում ես։ Ջրի պես։ Ջան, դե հենց հիմա լսի։ Շաֆին իր սեղանի մոտ նստած հնդկերեն է խոսում։ Հենց հիմա լսում ես ու սինխրոն թարգմանում ես իմ համար։ Լսեմ նրա անձնական խոսակցությունը։ Հա, ինչ որ խնդիր կա։ Չէ, դեռևս ոչ մի սահմանափակում այս մասով ինձ չեք տվել։ Գնաց։ हेलो मी बोल मी काम में हूँ मैं बात करता हूँ Չեմ կարող երկար խոսել։ Աշխատանքի տեղն եմ, հարմար չի։ कल भेज दूंगा ना थोड़ा काम में तो बिजी था मैं हाँ Վաղը կուղարկեմ, խոսք եմ տալիս։ Չեմ հասցրել հավաքել բոլորը։ Всё։ Բռնվա շպիոնա։ Վախ, խարա դրանին ճորն եմ գցելու։ नहीं था चुका था को सीधा यहाँ काम को आया हाँ इसमें क्या Վեր, ճարա, բռնվար։ इंज है तेस
Հələ նայ որ իրան ապուշի տեղ ա դնում։ Հələ երկի արա, թափով շուտ արա, չէ, չնայած պետք չի, հեսա կսկսես իսկականից երկել, թե չէ, տուն վրա ես աշխատում։ Ուզում ես բան անես, հա, Nexi լուքսկոպիա ծախես, խոսա։ Անգեր, ստապիրուր բացատրիր, ինչ ես ուզում, կարև ես բան չհասկացա, Ոայ, հորը սարը նայ որ իրան դոցիկի տեղ ա դրել։ Խոսա արա թափով, պատվիլը։ Ամի էկլազ ամի, so sorry։ Իմ սարպություն ասա, մամասա, մեր հայկական սուջուխը շատ ա սիրում, ամիսա մի արկղ սուջուխ եմ ուղարկում իրան, Աբնեն պաղլ չոկրա կյա ուղլան գուսը մանավի։ Հոպլը, էլի բրնվար։ Սուջուխը տավարի մսից են սարկում, իսկ հնդիկները Հանգիստ կարան պոպոքի սուջուխ ուտեն։ Շաֆի ջան, Տիգրանը ընկերության անունից մամայի համար սյուրպրիզ ունի։ Հա, բանը, այդ տեղ գիտեմ շատ լավ, ընդեղ էլ պոպոքի այդ նշի, մի խոսքով կհավան են ձերոնք։ Ճիշտ է, կահավան են, հեսա միսը երկու արկղ սուջուխ եմ ուղարկում իրանց։ Ամի, եմ հենը դով արկղ սուջուխ ապկու բեստ է։ Դա նեհի, չար։ Չար դաբա բեստ է եմ հենս է։ Չոր սարը։ You are welcome, Շանկարծյա։ Գրեց գրոտինի։ Yeah, sure. We'll take care of that. I promise. Bye. Կարանք ռիլի համար փոքրիկ հարցազրույցան ենք։ Այ հենց դրա մասին էի ուզում խոսել։ Լարա, ինձ զանգել էին Սան Ֆրանցիսկոից։ Կարանք հենց դա էլ նկարենք։ Ամեն ցույց կտանք, թե ինչքան միջազգային ենք։ Լարա, քո նկարած վիդեոներից մեկում երևացել է Նորիկի գրատախտակը, որի վրա կար կոդ։ Հայ թե մեկը նորմալ ոչ ոք գլուխ չի անում։ Գլուխ հանողը հանում է։ Դա մեր ընկերության գաղտնիքն է։ Մեր ընկերության բաժնետերը ամերիկյան կազմակերպություն է, ու իրանք հեչ չեն սիրում, որ իրանց գաղտնիքը նկարենք ու դնենք Instagram։ Վայ, ես չգիտեի։ Հիմա կջնջեմ, ինձ կներեք։ Ոչինչ, ուղղակի զգույշ եղի, որ մյուս անգամ գրատախտակներ, համակարգչի վրայի կոդ, տենց բաներ պիտի չերևա։ Ես արժանի չեմ ես աշխատանքի։ Չէ, Լարա ջան, նորմալ է, բոլորս էլ սխալներ գործում ենք։ Խնդրում եմ ինձ հեռացրեք աշխատանքից։ Լարա ջան, ոչինչ։ Բոլորս էլ սխալներ գործում ենք, առաջին օրն էր աշխատանքիդ։ Հիմա մաքրի արցունքներդ, որովհետև մի քիչ հետո ժողով ունենք։ Բա ինչ անեմ աղբորս համար։ Կուզես մի հատ կոֆե դնեմ։ Ոչ, սուրճից արտերել ճնշումս բարձրանում է։ Չուտես։ Արի։ Հապար։ Դուր։ Գնա։ Տիկո։ Տիկոն հերը տարա։ Գնա։ Իմ արև կնեղանամ չուտես։ Լավ, կոխատր։ Բա այս մոմենտը ինչ եղավ։ Դրա վաղթը չի իմա։ Ուզես կա էլի ինչ-որ բան, որ անեմ քո համար։ Դեյկը խմես հետս։ Կաթով։ Այո, ինչ խնդիր կա որ։ Չէ, ոչ մի խնդիր, ամենասիրածս բանն է։ Հա։ Դե գնամ ջուրը երացնեմ։ Երեխեք 5 րոպեից staff meeting։ Քուսովան PlayStation-ի հարցով է։ Մի փոքր ավելի կարևոր հարցով է։ Ժողովուրդ մի քանի գործնական բան։ Աշխատավարձների համար ընտրել եմ Ամերիաբանկի նախագծային փաթեթը։ Դրանով կստանաք ձեր ուզած gold card-ը, վարկերի տոկոսները շատ ցածր են ու լիքը այլ բենեֆիտներ կա։ Ես իմ բանկը չեմ փոխի։ Դա իմ իրավունքն է, դա օրենք է, մեռնեմ օրենքին։ Մինչև 20 միլիոն դրամի վարկ կարող է ստանալ առանց գրավի։ Հարցը հանվեց։
Ինչ եմ ստորագրում։ Կարանք այսօր անցնենք արդեն դրան։ Այդ հետո։ Ինչ հաջողություններ ունի մեր բագեր փնտրող թիմը։ Տապուչկեն։ Չէ։ Հա? Լավ։ Չեք ուզում հումորով co-founder, կստանաք ծանր co-founder։ Կոդի վրայով 4 անգամ անցել ենք։ Ահագին շտկելու բան գտել ենք իրականում, բայց այնտեղ չկան այնց բան, որ Next-ին սկսի խառնել հարցումները։ Դե հա, այդ կշտկենք, բայց ձեր սերվերը գրդոն չի է։ Նորմալ դատա կենտրոն է պետք մեզ։ Ես դրանով վաղվանից կզբաղվեմ։ Այսօր մենք ունեցել ենք մի փոքրիկ արտահոսք։ Լարան պատահաբար նկարել էր Նորիկի գրատախտակը ու դրել էր Instagram։ Բայց այնտեղ Գիտեմ։ Բարեբախտաբար ամեն ինչ ջնջված է արդեն։ Դժբախտաբար Սան Ֆրանցիսկոյում հասցրել էին տեսնել։ Արա դրանք էլ բարլուսախառը աշխատում են, հա? Պատկերացնում ես, մարդիկ գործի տեղը աշխատում են։ Վատ լուր։ Ջենիֆերը շատ կատաղած էր։ Բայց հանգստացրեցի ասելով, որ ընդամենը մի 100 հոգի է մաքսիմում տեսել։ Դե ես նոր եմ սկսել ձեր էջերով զբաղվել։ Այդ լավ է։ Լավ լուր։ Քևին Թավիթյանին գործուղում են Հայաստան։ Լուրջ։ Ոնց։ Քևին Թավիթյանը գալիս է Հայաստան։ Գալիս է, որ մեր հետ կիսվի իր փորձով, խորհուրդներով, մի խոսքով։ այ էս իսկականից լավ լուր էր։ Քևին Թավիթյանը գալիս է Հայաստան ու մենք իր հետ ենք աշխատելու։ Լեգենդի։ Բոլորը ճոկում եք, չէ, որ գալու է մեզ վերահսկի։ Գիտես չեմ կարծում։ Silicon Invest-ում հետաքրքրված են, որ այս նախագիծը հաջողի, որովհետև իրանք էլ են այս նախագծի մի մասը։ Հա էլի, գալիս է մեզ վերահսկի։ Հալավ ինչ եք ոնց որ հավը բուլյոնից առաջ դեմ կընդունել։ Գալիս է թողա մեր լեգենդա աղբերը։ New York, սևարքայություն, New York, ալուր մեծություն հարբած, բայց լուր երազանքի քաղաք մաշված ու կարկատած հույսերով կառուցված